Մինչև 1990-ական թվականները Երևանի բնակ ֆոնդի մի մեծ հատված ապօրինի տներ էին։ Դրանք սարքվել էին Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ և 1945 թվականից հետո։ Ինչ էր ապօրինի տունը։ Դա մեկ գիշերում սարքված տուն էր։ Մարդը սկսում էր իր տան կողքը սարքել մեկ այլ բնակարան կամ իր ընտանիքի համար, կամ ասենք վաճառելու։ Եթե մեկ գիշերվա ընթացքում հասցնում էր ավարտել, ապա լավ էր, ոչինչ չէին ասում, լցվում ապրում էր, սարքած տունը իրավունք չկար քանդելու։ Բայց եթե կիսատ էր լինում, թաղայինը գալիս և քանդում էր։ Այդպիսի տներ եղել են Կոնդում, Սարիթաղում, նույնիսկ քաղաքի կենտրոնում, մինչև վերջերս էլ կենտրոնական շենքերի ետնամասերում այդպիսի տներ կային։ Իսկ հետագայում օրինականացնելը այնքան էլ դժվար չէր։ Այդ տները ոչ գծագիր ունեին, ոչ բան, պարզապես տնային գրքեր կային, գրանցում էին, տանը համար էին տալիս և վերջ։ Շատերը լսած կլինեն այսպիսի արտահայտություն սովետական շրջանից՝ մատերիալ գրել։ Հենց նման դեպքերում էր, որ մարդ երբ տուն էր սկսում սարքել, հարևանը եթե վատ հարաբերությունների մեջ էր, դիմում էր թաղային ոստիկանին։ Հենց այդ դեպքերում էլ ասում էին, որ մատերիալ գրեց։